Հրապարակի հարգելի հետևորդներ, մենք գտնվում ենք գեղանկարիչ Մարիամ Օդոսյանի արվեստանոցում եւ ես հիմա կփորձեմ Մարիամ հետ զրուցելով ներկայացնել իր կտավները եւ ինչպես ասում են, ստեղծագործական ներշնչանքը եւ ձեզ խոստանում եմ շատ հաճելի հրաշալի ժամանակ արվեստանոցում։ Մարիամ, ողջույն։ Ողջույն։ Մենք այն սրահում ենք հիմա գտնվում, որտեղ դուք ամեն օր ստեղծագործում եք, նկարում եք եւ ինչպես տեսնում եմ, դեռ կիսատ կտավի առջև ենք գտնվում։ Ես վերջի շրջանում միշտ հետևել եմ ձեզ, միշտ չեմ կարող նաեւ իմ հիացմունքը թաքցնել ձեր արվեստի նկատմամբ եւ հատկապես վերջի շրջանում կարծես մի նոր ներշնչանք, մի նոր փուլ է բացվել կուբիստական ոճով նկարներ։ Մենք փորձենք հենց այս վերջից գնալ մի քիչ իդ, նախ խոսենք այս կուբիստական նկարների մասին։ Նախ ուրախ եմ, որ վերջապես առիթ ունեցանք հանդիպել։ Ուրախ եմ, որ այստեղ եք, բարով եք եկել։ Իմ արվեստանոց, իմ աշխարհի, այսպես առարկայական մի փոքր տարածքում։ Հիմա ես գտնվում եմ շատ ակտիվ ստեղծագործական շրջանում, երբ գրեթե ամեն օր, համարյա ամեն օր, ես մի քանի ժամ ասելով մինչև 12 ժամ, 13 ժամ օրական հնարավոր է նկարեմ։ Եվ այս առումով ես ինձ շատ հիմա այսպես լիարժեք եմ զգում, քան երբ պասիվ ստեղծագործական փուլում եմ գտնվում։ Այո, ես ինձ համար կարծես փորձանելիս լինեի այս աշխատանքները ստեղծելու ժամանակ, որովհետև շատ երկրաչափական մարմիններով փորձեցի լուծումներ տալ, այսինքն ինչպես նշեցիք, հենց կուբիստական ժանրով թերևս։ Միաժամանակ այս աշխատանքները ինձ համար կարծես ինքս ինձ հետ զրույցներ լինեն եւ կանգնելով կտավի առաջ ու սկսելով նկարել այս շարքը, որի միջալոց իմ նախորդ ոճից, նախկինում ստեղծագործական ոճից կտրուկ տարբերվում է, կարծես ինձ համար ինքս ինձ հետ երկխոսելու բոլորովին նոր տարածքներ բերեց եւ չգիտեմ, ինչ որ մի պահից սկսած ես այս ոճի մեջ եմ սկսել ստեղծագործել եւ ինձ ավելի լավ եմ զգացել այդ տարածքում։ Կարծեմ ամսաթիվ էլ կա, հա, այդ միանգամից անցնելու այս ոճին, այս շրջանին եւ ինչն էր պատճառը, ինչը դրդեց, որ անցնեք այդ կուբիստական ոճին։ Շատ ներանձնային, այսպես թերևս թաքուն տեղեր եք մտնում, բայց ինձ համար անսպասելի մի իրավիճակ ինքս ինձ հետ բացարձակ անկեղծ զրուցելու արդյունքում է դա եղել։ Իհարկե չեմ ժխտի, արտաքին, այսպես ասած, կատալիզատոր է եղել, բայց եթե մարդը իր ներսում ունենում է, անպայմանորեն ենթադրենք քո մեջ այդ կրակը կա, կայծ է պետք, որ կրակը բռնվի։ Թերևս նույնպես այդ դեպքում եղավ, իրականում այս աշխատանքները կամ հատկապես թեմաները արդյունք են եղել այն ամեն թաքնված ներքին ապրումների, որ նույնիսկ չես էլ մտածել, որ դու ունես, կամ մտածում ես այդ ուղղությամբ, կամ կարող ես մտածել, եւ պարզապես բաց եմ թողել գիտակցությունը, այսինքն գիտակցության հոսքը միաձուլվել է ստեղծագործականության հետ եւ ստացվել է այն ինչ որ կա։ Շատ ժամանակ նույնիսկ կիսատ են մնացել, որովհետև այդ էմոցիան, այդ պատկերը նույնպես կիսատ է մնացել, նույնպես ամբողջական չի եղել։ Սրանք որոշակիորեն արդյունք են նաև զրույցների, ոչ միայն ինքս ինձ հետ, այլև, չգիտեմ, մեկ ուրիշի հետ, ենթադրենք, որ հետո ինձ մոտ թողել է պատկերային տպավորություն։ Նույնիսկ այն ամենը, ես այդպես եմ կարծում, ես էմոցիոնալ մարդ եմ եւ իմ նկարչությունն էլ էմոցիոնալ է, ցանկացած էմոցիա ապրելու իրավունք ունի եւ ես այդ էմոցիաները չեմ զսպում, ես դրանք թողնում եմ, որ մինչեւ վերջ քամվեն, հնարավորինս անկեղծ, եթե թողնես, որ աշխատի քո երևակայությունը, կլինի այն ինչ որ լինում է, ամեն մարդու մոտ անկեղծությունը որոշակի դրսևորում է ունենում, այստեղ հարցը այն էր, որ եթե թողնենք ողջամիտ Մարիամին, ոչ ստեղծագործող Մարիամին, մեծամասամբ այս էմոցիաները չի արտահայտի, կթաքցնի կամ նույնիսկ այդ էմոցիաները չի ունենա։ Բայց եթե թողնում ենք ստեղծագործող Մարիամին, ապա ինքը բացառապես
անհավանական ձևով բաց է թողնում իր էմոցիաները եւ տեսնում թե ինչ կլինի։ Այս իմաստով սրանք նաեւ ինքնափորձ են եղել, եթե խոսեմ փորձեմ արվեստագիտական վերլուծություն անել ինքս իմ նկարներից օտարվելով, ապա սրանք նաև ինքնափորձ են եղել արվեստային։ Տեսնեմ թե ուր կհասնեմ ես ի վերջո իմ ապրումներով, իմ էմոցիաներով, շատ ժամանակ դրանք նաև քամելով, որովհետև մի պահ զգում ես եւ հանկարծ էմոցիան վերջանում է, բայց նկարը ունես գլխումդ, ստիպված նորից հետ եմ տանում ինձ այդ էմոցիային վերապրելով ընդཐུպ միջև վատ բացասական էմոցիաները։ Իսկ ո՞րն է այդ ուժը, ո՞րն է այդ պատճառը, որ ասենք ինձ հետ կամ մեկ ուրիշի հետ, որը եւ անծանոթ է կամ ծանոթ հարազատ մարդ է, զրուցելուց ամբողջովին ձեր սրտի հոգին թաքնված շերտերը չեք բացում ու արվեստով ինձ հետ զրուցելուց կամ մեկ ուրիշի լինի ծանոթ թե անծանոթ հանկարծ այդ բոլոր շերտերը բացում եւ կտավով մատուցում եք իրեն։ Եթե թաքցնելու բան ունեք աշխարից, կտավում էլ կթաքցնեք, ինչու կտավի մեջ չեք թաքցնում, իրական շփումներում թաքցնում եք, դա ինչ ուժ է, դա ո՞րն է, ինչպես կբացատրեք։ Իմ կարծիքով դրա ուժը արվեստ է, անունը հենց, նայեք դուք էլ չէ գրող եք, մենք երբ ստեղծագործում ենք եւ կարող ենք մեր ներքին բոլոր ապրումները արվեստի կաղապարի մեջ դնել եւ այդ ենթադրենք այդ կտավի միջոցով ես չեմ, չէ, այդ կտավների հերոսները ես չեմ, բայց ես դա կարող եմ ապրել կտավի միջոցով։ Դրանք իմ տարբեր ճշմարտություններն են։ Եվ բնականաբար այս բոլոր նկարները եւ կան նաեւ ինտիմ տեսարաններ, պարտադիր չէ որ դու դրանք ապրես, ինքդ լինես։ Եվ միաժամանակ, եթե նույնիսկ ապրես, չէ, քեզ լուսանկարի եւ հրապարակես։ Պայմանական եմ ասում, բայց երևակայությունը այն աշխարհն է, այն դաշտն է, որի վրա մենք շատ ժամանակ ազդեցություններ չունենք։ Դրանք ինքն իրեն ստեղծվում են, հոսում են, եւ հենց դա է, որ ստեղծագործականություն է կոչվում իմ կարծիքով, եւ հենց դա է, որ պետք է դրա առաջ բաց լինել։ Եվ անշուշտ մենք բոլորս սոցիումի մաս ենք կազմում եւ պատկերացրեք ինչ որ մենք մեր երևակայությունը ինչ որ կա զգում ենք, ապրում ենք, հանկարծ տեղափոխենք իրական աշխարհ, կարծում եմ քաոս կստացվի, բայց երևակայությունը այն է եւ ստեղծագործական դաշտը այն է, որտեղ դու ինչ ուզում ես կարող ես անել, նույնիսկ ում հետ ինչ ուզում ես կարող ես անել, դա միևնույնն է մնում է այդ տարածքում եւ դա հրաշալի է, որովհետեւ շատ ժամանակ երբ մենք մարդուն հատկություններ ենք վերագրում, որ ինքը չունի օրինակ պայմանական, հա, եւ ենթադրենք քո ոգեշնչման աղբյուրին դու իրական կյանքում ես ճանաչում, գուցե եւ այլևս չոգեշնչի քեզ։ Դրա համար ես սիրում եմ հորինել այն կերպարները եւ հատկություններ վերագրել, որ գուցե այդ մարդը չունի եւ ինձ համար միևնույնն է։ Այնքան է պետք, որքան որ կարող եմ ստեղծագործել, ոգեշնչվել, ապրել դրանով, եւ դա հրաշալի է, որ ամեն ինչ մնում է կտավներում, գրքերում, երգերում, չգիտեմ, չի տեղափոխվում իրական աշխարհ, այլ իրական աշխարհի մարդիկ կարող են տեղափոխվել քո ստեղծած աշխարհ տեսնելու թե ինչ կա։ Իմիջիալից այս բոլոր տեսարանները կարծում եմ բոլորին էլ հոգեհարազատ են, կամ ինչ որ մեկի երևակայությունը կարող է, գիտեք, տանի այդ ուղղությամբ, ինչու ոչ։ Ես հաճախ ասում եմ թուղթը Աստված է, որպես գրող եմ ասում, որովհետև ես միակ տեղը, որ վստահում եմ, խոստովանում եմ, դա թուղթն է, թղթին է հանձնում, անգամ այդ պահին Աստծո հետ ես, ստեղծագործողի իմ կարծիքով, բայց այդ պահին թուղթն էլ Աստծուց գուցե ավելի, որովհետև կան բաներ ես անգամ Աստծուն չեմ խոստովանում, ինչ բայց թղթին խոստովանում եմ, կարծում եմ այդպես է նաև կտավը, երաժշտությունը, հա։ Միանշանակ, նայեք, օրհնություն է զրոյից ոչինչ չեղած բանից ստեղծել ինչ-որ մի բան։ Տեսեք, ներկերն են, դատարկ կտավն է, ձեր դեպքում գրիչն է, թուղթն է, թե դեռ, այսինքն հեռախոսով կամ համակարգչով չեք գրում, ինչևէ, ոչինչ չեղած բանից ստեղծել ինչ-որ բան։ Եվ ընդ որում ես շատ եմ սապնդում, գոնե ինձ համար ընթացքը այնքան կարևոր է, շատ ավելի քան վերջնաարդյունքը, որովհետև այդ process-ում թե ինքնախոստովանություն է, թե չարչարանք է, թե քո գողգոթան է, բայց կա արդյոք ավելի հրաշալի տարածք, քան ստեղծագործելը։ Ես իրապես շատ գնահատում եմ
այս ստեղծագործական process-ը եւ կարծում եմ, որ օրհնություն է իսկապես ոչ մի բանից, բացառապես ոչ մի բանից ստեղծել ինչ-որ մի էմոցիա, ապրում, ընդ որում ոչ միայն ինքդ քեզ համար, այլ պատահում է, որ նաև դիտողի համար։ Մենք արվեստը մի այնպիսի աշխարհ է, որ անընդհատ իր ոլորտներով տանում է, շավիղներով, մի քիչ գնացինք դեպի խորքերը, վերադառնանք կրկին խորքից արտաքին, կտավներին, ես այդ վերջի շրջանում, ասենք Facebook-ից եւ այնից ծանոթանալով նկարներին, որ այսօր նաեւ եկա տեսնում եմ, հայացքով ուղիղ շշափում եմ, հիմնականում կին եւ տղամարդ կարծես հարաբերությունն է կտավներում, շախմատ են խաղում կամ ելակ են միասին դում, նարդի են խաղում կամ ուղղակի ինչ որ չափով էրոտիկ տեսարաններ կան, գրկախառնված լինելու պահեր կան, ինչու հատկապես ամեն կտավում գրեթե կին տղամարդ այդ հարաբերությունն է տարբեր կերպերով ընդգծված։ Կյանքի շարժիչ ուժը, չէ, կնոջ ու տղամարդու հարաբերություններն են, կյանքի շարունակականության հիմքը, չէ, միայն կինը եւ միայն տղամարդը չեն կարող կյանքը շարունակել։ Եվ կա իրավիճակներ, կան այսպես իրավիճակներ, որ դու չես կարող բացատրել ռացիոնալ առումով ինչու ես այդ մասին մտածել։ Ստեղծվել է, որովհետեւ ստեղծվել է, որովհետեւ հիմա այդ պահին դա եմ կարևորել։ Հիմա օրինակ մեկ այլ մտքի վրա եմ, հիմա շատ մտածում եմ, ենթադրենք Զաբել Եսայանի դիմանկար անել մեծ կտավի վրա եւ միտքս այդ ուղղությամբ է աշխատում, բայց մինչ վերջերս ես մտածել եմ այս փոխհարաբերության մասին, այսինքն կնոջ եւ տղամարդու միջև հանդիպող տեսարանների, իրավիճակները, զրույցները, գալով էրոտիզմին, նկարչության մեջ սա նորություն չէ եւ ես կարծում եմ իմ նկարներում ավելի շատ ակնարկ է, քան ուղիղ էրոտիզմ, միաժամանակ ցավոք պետք է ասեմ, որ նկարներ ունեմ, որոնք հրապարակել եմ իմ սոցիալական ցանցի էջերում եւ անհավանական արձագանքներ եմ ստացել։ Լավ թե վատ։ Լավ, շատ, ես բնականաբար լավի մասին չեմ խոսում, սովորաբար լավն է լինում եւ այլն, բայց կան նկարներ, որոնց հրապարակումից հետո ես կարող եմ ասել նույնիսկ, որ ինչ որ մի զանգվածի կողմից թիրախավորում է եղել։ Այդ թվում երբեք չեմ կարող պատկերացնել ինչպես կարող ես քեզ թույլ տալ բոլորովին անծանոթ մարդուն, որովհետև չգիտեմ, ինչ որ քո կարծիքով մի քիչ էրոտիկ նկարներ է արել, դույով սկսես խոսել եւ նման, այսինքն ակնարկներ անես, նամակներ գրես, ինձ համար դա անհասկանալի երևույթ է, բայց փոխարենը ունեմ հետևորդներ, որ այնքան շատ են հավանել նկարների այս շարքը, բոլորովին անծանոթ մեկ օրինակ վերջերս ինձ շատ կտավներ է ուղարկել, չեմ էլ ճանաչում, բայց կտավներ է նվեր ուղարկել եւ խնդրել, որ պարզապես նկարեմ, ինքն էլ տեսնի, հուսով եմ հետ չի ուզի նկարները նկարելուց հետո։ Եթե արվեստը հասարակության համար է, բայց ճիշտ եք համարում, այդպես մատուցել Facebook-ում այդ հասարակությանը եւ նրա կարծիքը լսել, իմանալ նրա դատին ենթարկել, տարբեր կարծիքներ կան, հատկապես մեր միջավայրում, մեր Facebook-յան այս հարթակում, ես էլ եմ հաճախ բանաստեղծություն բնականաբար դնում, տեսեք, ասում ենք եւ հասարակության համար է ստեղծում եւ չգիտեմ, այդ հասարակության վերաբերմունքը արդյոք ճիշտ է, այդ բախումը ստեղծագործող եւ անհատ եւ ամբողջ բախումը։ Տեսեք, այստեղ անհատականության հարց կա, ես շատ շփվող մարդ եմ, բոլորի հետ կարող եմ շփվել, եթե, այսինքն որոշակի չափանիշներին համապատասխանում է, հիմնականում կարող եմ բոլորի հետ շփվել եւ սա իմ մյուս մասնագիտության լրագրության վերած դեֆորմացիան է, կարծում եմ, բնավորության դեֆորմացիան է, բայց չէ որ տեխնոլոգիաներ, հիմա մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները շատ որոշիչ են, իսկ ինչու ոչ։ Եթե սկսեմ այնտեղից, որ ես բնույթով սիրում եմ, ես լրակյաց մարդ չեմ եւ շատ թեև գնահատում եմ իմ տեսնում եք որքան խաղաղ է արվեստանոցի խաղաղությունը եւ այլն, բայց ես ընդհանրապես սիրում եմ մարդկանց, սիրում եմ նրանց կարծիքները լսել, խոսել եւ շփվել եւ լսել շատ։ Եվ մարդիկ են, որ ինձ ոգեշնչում են։ Եթե ես չշփվեմ մարդկանց հետ, ես ոգեշնչման իմ հնարավոր ամենամեծ աղբյուրից կարող եմ զրկվել։
Միաժամանակ չէ որ տեխնոլոգիաները տալիս են այդ հնարավորությունները, որ այսօր դու քո տանը նստած քո նկարը հնարավորինս լայն մասաների հասցնես։ Ես չեմ կարծում, որ պետք է նկարիչը նկարի եւ ոչ մեկին ցույց չտա, չցուցադրի։ Այսօր տեխնոլոգիաները շատ կարևոր հարց են լուծել։ Հնարավորինս լայն մասաների քո նկարները, քո ստեղծագործությունը հասցնելու։ Ենթադրենք, ես ունեցել եմ անհատական ցուցահանդեսներ եւ ելի եմ պատրաստվում կունենամ անպայման, բայց չէ որ ցուցահանդեսից ենթադրենք լավ, բացման եկան 200 հոգի, 300, լավ, ընթացքում 400 հոգի, բայց երբ որ դու հրապարակում ես, ես նկար ունեմ, որ չգիտեմ, ունի 50,000 դիտում, 50 կամ 60,000 դիտում, բայց նաև չէ որ սա օգնում է որ նաև վաճառվի։ Հենց սա էր հարցս, դու ցուցահանդես ես անում, գալիս է արվեստ սիրող գնահատող մարդը հիմնականում։ Իսկ երբ 50,000 դիտում է ունենում դնես Facebook, արվեստից ընդհանրապես հեռու մարդներ կարող են նայել ու ապուշտատողություն։ Սա այդ բախման մասին էր խոսքս։ Արվեստը միայն արվեստը սիրողների համար չէ։ Դա բոլորի համար է։ Եվ հենց դրանում է, որ ինքը չպետք է կտրված լինի իրականությունից, չպետք է նախատեսված լինի միայն որոշակի կրթական բազա ունեցող մարդկանց համար, այսինքն ես էլիտիստական մոտեցում չունեմ, թեև այսօրվա պայմաններում նկարելը, գրելը էլիտիստական հաճույք է, բայց քո ստեղծած, այսպես ասած, արվեստային, մշակութային արտադրանքը, կարծում եմ, ինչքան լայն սփռում ունենա, այնքան լավ, որովհետև մենք չենք կարող կանխադրամադրված լինել, ասել այս մարդը չի հասկանում, թող չտեսնի։ Այո, պետք է տեսնի, այո, պետք է հասկանա, որ կա նաև էրոտիզմի ժանր, այո, եւ կանայք նույնպես կարող են բերել այլ դիտակետ նկարչական, օրինակ ինչ շատ են ասում քո նկարներում կանայք դոմինանտ են, դոմինանտ կերպարներում ես նկարում, բայց թող նաև այս նկարչությունը լինի, որովհետև նկարողը կին է։ Դուք հարցրել եք կին գեղանկարիչներին, ինչ կլիներ գեղանկարչական պատկերագիրքը արվեստի պատմության մեջ, եթե կանայք նույնքան նկարեին, որքան տղամարդիկ։ Չէ, կարող է պարզվեր, որ մուսաները տղամարդիկ են։ Այդ դե ենթադրում եմ այո, չէ, եթե եւ հիմա երբ կանայք եթե ինքը չունի, ասենք, սեռական այլ կողմնորոշում։ Այո, եւ դա էլ հնարավոր է լինի, ոչ մեկ ոչինչ չի ասում, բայց սովորաբար եթե ինձ նման նկարիչները նկարեին դարերի վեր, մենք կարող է հիմա ունենայինք ոչ թե օրինակ ասում ենք, չէ, Ռուբենսի մուսա, չգիտեմ, Վելասկեսի մուսա եւ այլն, որ պայմանական անուններ եմ ասում, կարող է իրավիճակը լրիվ ուրիշ լիներ։ Եվ ոչ թե կարող է, այլ վստահաբար, որովհետև սա ուրիշ դիտակետ է։ Մենք որպես ստեղծագործողներ, եթե դուք ենթադրենք նկարում եք, գրում եք կնոջ գեղեցկության մասին, կարող է ես գրում եմ տղամարդու գեղեցկության Այո, մասին։ եւ գրականության մեջ է, եւ կերպարվեստում կինը բերում է իր ներաշխարհ, ինչպես Եվ իր դիտակետն է բերում, չէ՞։ Այո, Ֆրիդա Կալոն, գիտեք ինչ, բոլորիս վրա էլ շատ լավ տպավորում։ Եվ ի վերջո, տեսեք, մենք իրար ենք, չէ՞, նայում ես ձեզ եմ տեսնում, դուք ինձ եք տեսնում։ Գեղանկարչության մեջ էլ այդպես։ Ուրեմն դուք այն ամենիվ կողմնակից եք, ասենք Շեքսպիրն ասում է շուրթերը հանրային արոտավայր չեն, որով հասնի համբուրի։ Հա, եւ սա, այսինքն արվեստը բոլորն, ասենք իմ կարծիքով Պրոմեթևսին գամեցին ժայռին, որովհետև կրակը, այսինքն արվեստը տվեց պլեբեին, աստվածները չներեցին, ասին դա աստվածների կերակուրն է։ Հիմա այս հարթակում որ կա, կարելի է նաև Շեքսպիրյան մոտեցման ասել հանրային արոտավայր դարձնել։ Շեքսպիրը որերորդ տարում է դա ասել եւ ժամանակակից մարդը, չէ՞, մենք բոլորս ժամանակակից մարդիկ, երբ որ Շեքսպիրը կարծում եմ ապրել ժամանակակից աշխարհում, ես ավելի քան համոզված եմ իր հրաշալի պիեսները մենք կտեսնեինք ռիլերի տեսքով, մենք կտեսնեինք մեդիա կոնտենտի ստեղծման համատեքստում անհնար է դրանից խուսափել, որովհետև այսօր սա ամենալայն հարթակն է եւ օրինակ ես գեղանկարչական աշխատանք ունեմ, որ Տորոնտոյից են գնել Եվ սա ինչ շատ մեծ օգնություն է։ Դուք պատկերացրեք, ես դա չկարողանամ վաճառել, ինչպես եմ ներկեր գնելու։ Ուրեմն պետք է օգտվել եւ ես Վել եւ իր շահքես ծառայեցնել եւ ինչու ոչ օգտվել այդ մեծ լսարան տալու հնարավորությունից, նաեւ կրթել, նաեւ սովորեցնել։ Շատ լավ է, շատ հիմնավոր պատասխանեցիք, համաձայն եմ ձեզ հետ, եւ երբ ասացիք տեխնոլոգիաներից դուք նկարչության մեջ օգտվում եք ժամանակակից տեխնոլոգիաներից, արհեստական բանականությունից, որ հիմա շատ տարածված է, եւ այլն, չգիտեմ,
գուցե ֆոտո անեք, ֆոտոից նկարեք, այ ինչի օգտվում եք, ինչպես եք կիրառում այսօր ձեր գեղանկարչության մեջ։ Ես այս հարվածների այսպես ասած։ երբ այս աշխատանքների շարքը սկսում էի, օրինակ այնտեղ աշխատանք ունեմ Լոգանքում, իմ ավագ գործընկերներից մեկը եւ շատ իմ կողմից հարգանք ունեցող նկարիչներից մեկն ասաց, այ համաշխարհային գեղանկարչության մեջ այս թեման կա, նայիր, օգտվիր։ Ես փորձում եմ եւ այսինքն ընդհանրապես չեմ օգտվում ստեղծելու process-ում, ոչ գեղանկարներ եմ նայում, ոչ փորձում եմ օգտվել, այնտեղ հայելի եմ դրել, մաքսիմում ինձ եմ նայում, որովհետեւ դժվար է երբեմն առանց բնորդի նկարել, դրա համար հայելի եմ տեղադրել, որ ինձ օգտվեմ, այսինքն մարմնի կառուցվածքներից երբեմն նայեմ, որովհետեւ էսքիզ չեմ անում, միանգամից կտավի վրա եմ սկսում աշխատել, բայց օրեր առաջ ես արհեստական բանականության միջոցով սկսեցի շարժել կերպարները։ Ես տեսա եւ ուզում էի հաջորդ հարցնել, բայց այնուամենայնիվ տեսնում եմ Facebook-ում կերպարները շարժում են։ Ես էլ չգիտեի, որ այսինքն հիմա տեսեք ինչ է կատարվում։ Կա արհեստական բանականությունը, կա գեղանկարը, իսկ ինչ կլինի, եթե համատեղենք, չէ՞, օրինակ, ինչ վատ է, եթե այս տեխնոլոգիական հնարավորությունը կա, եթե արհեստական բանականությունը այս հնարավորությունը տալիս է, ենթադրենք այս հատվածն է ֆիքսված է, չէ՞, պայմանական, այսինքն ինչ է լինում հետո, շարունակությունը։ Եվ այս պատկերացրեք, ես հենց այդ տեսակ համադրում եմ կուզենայի անել այս աշխատանքների հետ, այս նկարների հաջորդ շարժումը, որովհետև սրանք սովորաբար ելակետային իրավիճակում են, օրինակ այստեղ հայերեն չգիտեմ ինչպես թարգմանել, ռուսկա ռուլետկա իրավիճակն է, իմ մտքի մեջ աղջիկը կրակի, բայց փամփուշտը դուրս չգա, այսինքն ամենայն հավանականությամբ հաջորդը հենց իրեն կվնասի։ Բայց շարունակությունը, որ մի դեպքում կարող ենք թողնել դիտողի ինքը հնարի, մյուս դեպքում կարող է ցույց տանք, որ փամփուշտը դատարկեր եւ այս տղամարդու դեմքի լարվածությունը կարող է արդեն արդարացվել, որովհետեւ չի ուզում որ կնոջը վնասել, սա կարող է արհեստական բանականությամբ ցույց տալ, ինչու ոչ։ Սա նույնպես կարծես արվեստի լրացնողը չէ, փոխարինողը չէ, բայց էլի գիտեք շարժ է։ Փաստորեն դուք նկարելու պահին կտավն է, վրձինն է, ներկերը եւ ձեր ներշնչանքը։ Ուրիշ որևէ տեխնոլոգիական այդ հնարավորություններից 21-րդ դարի չեք օգտվում ստեղծագործել նկարելու պահին։ Ոչ, ես մաքսիմում բնում եմ ես ու ես, այդ առումով դեռ հին մարդ եմ, որովհետեւ շատ մաքուր է այդ դաշտը լինում, այսինքն դու ինչ որ պատկերացնում ես, մտքիդ ինչ գալիս է, վերջում նկարում ես։ Հաջորդ հարցը ինչպես ասացի դա է, բնորդ ունեք։ Չէ, բնորդ չունեմ եւ շատ նեղվում եմ դրանից։ Ոնց եք նկարում։ Մի կերպ։ Երևակայել, որտեվ սովորաբար նկարիչները բնորդներ են։ Տեսեք, երբ որ շատ ես նկարում, չէ, երբ որ շատ ակադեմիական նկարչություն չէ սա դասական իմաստով, երբ որ շատ ես նկարում, արդեն քեզ համար դժվար չէ։ Կան ինչ որ շարժումներ, կարողա, չգիտեմ, ինչ որ մեկին խնդրեմ ինչ որ մի պահ կանգնի, բայց սովորաբար անում եմ եւ երբեմն օրինակ ես ձեռքեր դժվար եմ նկարում, չեմ սիրում ձեռքեր նկարել, նույնիսկ ձեր բնորդը ձեր մտքի մեջ է։ Այո, մտքիդ ինչ գալիս է, ինչ կերպար գալիս է, ինչ կերպար դու հորինում ես եւ սրանում է շատ Բայց նախատիպը կա մտքի մեջ, ասենք ես որ սիրային բանաստեղծություն եմ գրում, այդ պահին ինչ որ մեկին եք պատկերացնում, բայց մտքիս մեջ կա, չէ՞։ Դե հա, ես էլ եմ ինչ որ մեկին պատկերացնում։ Ինչ որ տեսիլքը կա այդ տղամարդկանց։ Ասում են տղամարդիկ իրար նման են ստացվել այս շարքում, բայց ես հատուկ ինչ որ մեկին չեմ ունեցել։ Նկարելու ընթացքում կարող եմ մտածեմ, այ թող ինչ կլինի, այս մեկի քիթը արծվաքիթ լինի, այս մեկինը մի քիչ վերև լինի, այս մեկինը մի քիչ ներքև լինի։ Եվ դա շատ հրաշալի process է, որովհետև ինչ ուզում ես կարող ես նկարել, ում ուզում ես կարող ես նկարել, բայց ես նաև չեմ բացառում, իմիջիալից ես աշխատանք ունեմ, որ ինձ ոգեշնչել է այդ մարդու ոտքերը, սպիտակ բոթասները, լույսը վրան ընկած, չեմ տեսել դեմքը, միայն այդ ոտքերն եմ տեսել եւ այդ ինչ որ մի պատկեր ա եկել։ Եվ կարող է պատահի, չէ, մենք անընդհատ մարդկանց ենք տեսնում, ինչ որ մեկի դեմքը, ասես, այ լավ նկար կլիներ։ Մարիամ, մենք սահուն կերպով անցնենք նախորդ շրջանին։ Ես հիշում եմ Մարիամի կտավները, ես եղել եմ նաև ձեր նախկին արվեստանոցում
Ամիրյան եւ Մաշտոց Այո։ հատման կետում Խաչմերուկում։ Այստեղ էլ կան Մարիամը ջրահարսեր է նկարում, Հեքիաթներ, չէ՞։ հեքիաթներ, կապույտի եւ այլի մեջ հեքիաթային կամ գեղեցիկ են վիճակներում պարկած կանանց կամ նստած եւ այլն, ու հանկարծ միանգամից նայում եմ աչքի զարնում Մարիամը կուբիստական շրջան, անցնենք մյուս էլի նախորդ շրջանին ձեր, չգիտեմ, ուսանող ժամանակներից է գալիս դեռ եւ այլն, դրանից հետո դա ինչպես կբնորոշեիք այդ շրջանը, այդ կտավները, որ ես տեսնում եմ այստեղ։ Վերջինը, երբ քամելով փորձեցի նկարել մեծ գլխով էմոցիոնալ մարդկանց շարքի, դե այդ նկարներից համարյա էլ չունեմ, բոլորը վաճառվել են։ Իսկ շատ եք վաճառում նկարներ, գնում Ես անկեղծ ասած շատ մեծ ստեղծագործական դադար եմ ունեցել աղջկաս ծննդից հետո, եւ սա մեկ առանձին լայն թեմա է, թե ինչու կին արվեստագետները, կին գեղանկարիչները, երբ որ նժարին դրվում է կարիերան, նկարչությունը եւ երեխան ընտրում են երեխան, ես այդ ընտրությունը կատարել եմ տարիներ շարունակ եւ նաեւ կարծում եմ դա էր պատճառը, որ ստեղծագործական մեծ դադարից հետո երբ փորձեցի հետ գալ իմ նախորդ ոճին, ես զգացի, որ դա ինձ հետ այլևս կապ չունի, այսինքն այդ մեծ գլխով էմոցիոնալ մարդիկ, որոնք այո հեքիաթների կերպարներ էին, դրանք էլի զրույցներ էին, էլի հարաբերություններ էին, էլի տարբեր էմոցիաների եւ էմոցիոնալ մարդկանց ապրումներն էին սովորաբար մեծ քաղաքում, ինչը ես նույնպես ապրել եմ, որոշակի շրջան ապրելով Տորոնտոյում, հետո երբ նորից սկսեցի նկարել ապրիլից սկսած շատ ինտենսիվ։ Տորոնտոյում կրթություն եք ստանում, ապրում եք, թե ուղղակի Չէ, ստեղծագործող գնացել եք աշխարհ տեսնելու, նկարելու։ Չէ, պարզապես այդպես է ստացվել, կյանքի այդ փուլում այնտեղ եմ ապրել, չեմ հասցրել կրթական հարցերով զբաղվել։ Եվ ինչ որ կերպ ազդեց Տորոնտոն ձեր ստեղծագործական։ Այո, անշուշտ, բնականաբար։ Ընդհանրապես ես շատ եմ ճամփորդել աշխարհի տասնյակ երկրներում եղել եմ։ Ինչ օգնում է եղանակը։ Միանշանակ գեղանկարիչներին, գրողներին, երբ բոլորին ճամփորդելը մարդու աշխարհայացք է փոխում։ Դու տեսնում ես քեզնից դուրս այլ աշխարհներ եւ հարստացած հետ ես գալիս եւ դա հնարավոր չի, որ քո ստեղծագործական աշխարհում փոփոխություններ չբերի։ Եվ հենց դա էր, որ երբ արդեն ապրելով Հայաստանում, կրկին արդեն նորից սկսելով նկարել, ես տեսա, որ նախքին Մարիամը չկա, այլևս գոյություն չունի։ Ես որքան փորձ եմ բերել։ Սիներ ոնց որ բնորոշեիք ոչ Առնվազն մայրիկ չէր։ Ահա։ Այսքան ես կարծում եմ հիմա ես շատ ավելի իմաստուն եմ եւ սա նաեւ տարիքային փոփոխություն է կարծում եմ։ մի փուլ երբ փակում ես էջը քո կյանքի, այլևս հետ չես Կերպարվեստի առումով, բոլոր առումներով, չէ՞ որ ի վերջո Դա ձեր առաջին փուլներ, առաջին շրջաններ կերպարվեստում։ կարծում եմ երկրորդ, որովհետեւ ես էլի ազդեցություններ ունեցա, ես տարբեր ոճեր փորձեցի։ Ես ուսանել եմ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի արվեստանոցում եւ ես շատ մեծ ազդեցություն եմ ունեցել իր նկարչությամբ շատ եմ ազդվել, միաժամանակ ես այդ ազդեցությունը չեմ ուզեցել պահպանել, այսինքն որովհետեւ ես կարծում եմ, որ կարող ես ազդեցություններ ունենալ, բայց երբ ուզում ես ինքդ ստեղծել, պետք է ազդեցություններից զերծ լինի։ Նայում եմ նախկին կտավներին, Փարավոն Միրզոյ որոշակի գունային նմանություններ Անշուշտ, որովհետև ես եւ իմ դասախոսն էր եւ ես նրանից շատ սովորելու բան եմ ունեցել եւ սովորեցրել է, այսինքն սովորել մարդու արվեստանոցում գնահատել արվեստը, եթերային, ջրահարսային շրջաններ Մարիամի, այո, հա։ Ավելի շատ նատյուրմորտերի ուղղությամբ եմ շատ աշխատել, երբեք օրինակ չէի մտածի, որ ես նատյուրմորտի ժանրը կսիրեմ, բայց սովորելու տարիներին սկսեցի այդ ժանրով փորձարկումներ անել ակադեմիայում սովորելիս եւ այդ փուլն էլ անցավ, գիտեք, նկարում ես, հետո դադար եղավ, լրիվ դադար, կարծես լռություն, ինչ որ էսքիզներ անում էի գրաֆիկական աշխատանքներ մայրության թեմայով, բայց ես միշտ իմացել եմ, որ արվեստը նման է ջրի, որքան փորձես հունը փակել, միևնույն է մի տեղից դուրս է գալու եւ ես փակել եմ տարիներ շարունակ։ Ես այդ դադարը ունեցել եմ եւ ընդունում եմ, որ ունեցել եմ։ Միաժամանակ այդ դադարը կարծես իմ մեջ կարծես նյութ է հավաքվել։ Գիտես, բանը նրանում է, որ եթե քո մեջ կա
այդ կերպով ասելու, այսինքն կա քո մեջ նկարչությունը, միևնույն է դուրս է գալու։ Հետո դաթարից հետո նորից նկարեցի։ Դաթարից հետո շատ ինտենսիվ եւ հիմա կարծես տենդի մեջ լինեմ։ Ես ապշած եմ ոնց եմ դիմացել Այսինքն այս դաթարը վերջի առաջի փուլում դաթար չեք ունեցել։ Չէ, դաթար չեմ ունեցել մինչեւ գրեթե մինչեւ 22 թիվը։ Այո, մինչեւ 22 թիվը Մինչեւ աղջկաս ծնունդը չեմ ունեցել դաթար։ Ոնց որ ես հասկացա, ոնց որ մինչեւ 22 թիվը ասացեք 2 փուլ եմ ունեցել։ Այո, 2 փուլ եմ ունեցել, մեծ գլխով մարդկանց էի նկարում շատ, հեքիաթներ, նույնիսկ կարող էին դրանք իլյուստրացիաներ լինել եւ տարբեր իլյուստրացիաներ էլ հենց արել եմ։ Հետո արդեն եկավ այդ բնապատկերներ, նատյուրմորտներ, միրզոյանական այսպես ազդեցության շրջանը, հետո դաթար, կտրուկ դաթար, աղջկաս ծնվելուց հետո եւ ես համարում եմ այդ 4 տարին իմ կյանքի ամոքման ժամանակաշրջանը նաեւ վերարժևորման ժամանակահատված գոյաբանական վախերի, գոյաբանական այսպես ներքին պայքարների ժամանակահատված, ամոքման ժամանակահատված, մոխիրից հառնելու ժամանակահատված, հետո արդեն հունվարից Ինչ էր սկսած մոխիրից հառնելու, ինչն էր։ Շատ դժվար նախ առողջական խնդիրներ են շատ լուրջ խնդիրներ են ունեցել, հոգեբանական, անձնական, առողջական, պատերազմը չմոռանանք, Պատերազմի մասին մենք մյուս ռեպորտաժում կխոսենք։ Բայց դա չէր կարող ազդեցություններ չունենալ, բնականաբար, եւ հարց է տալիս ինչի համար է պետք նկարչությունը, ընդհանրապես հերքելը, այո, կիսատ մնացած անվերջ կտավներ, ծանր խորը հոգեբանական ապրումներ, նաև դժվար հղիություն, այսինքն աղջիկս փոքրիկ ծնվեց եւ շատ երկար այսպես չարչարվում էի, որ ի վերջո կարողանամ նույնիսկ վայելել մայրությունը եւ դա պահանջեց ինձանից տարավ մի քանի տարի, մինչեւ ես դեռ չեմ էլ կարող ասել, որ ամբողջովին վերագտել եմ ինձ, բայց մինչեւ որ հետ կամ այն վիճակում, որ ինձ թողել էի։ Լավ, Մարիամ, մենք այս ռեպորտաժը փորձենք այսպես մի գեղեցիկ նոտայով ավարտել, հետո ջրահարսեր եք նկարել, ես կասեի, որ դուք ինքդ շատ նման ես ջրահարսի, հա, նայել հենց հիմա էլ։ Հուսամ կոմպլիմենտ է։ Չընդունես սիրո խոստովանություն կամ խոսես։ Չէ, ես հրողների խոստովանություններին լուրջ չեմ վերաբերում, ինչ ուզում եք ասեք։ Չգիտեմ, եթերում սեր խոստովանելը եւ լավ է եւ վատ, ուղղակի մենք ազատ զրուցում ենք, ես արվեստանոցում եմ եւ կարող եմ այդպես ինձ թույլ տալ ազատ զրուցել։ Այդ դասարանից ես էլ կարող եմ ասել դուրս մի ընդունիր։ Արդյոք այս ջրահարսերի մեջ ձեզ չեք տեսել։ Որտեւ ես նայում եմ ջրահարսի այս կտավին եւ չես ու տեսնում եմ, որ նմանություն կա մազերը, չէ՞ գոնե։ Հա, ներքին նմանություններ եմ զգում։ Դե եթե տեսնեք նույն այս ջրահարսերը շատ ժամանակ գտնվում են ոչ իրենց միջավայրում եւ այդ իմաստով իմ հոգեվիճակն է եղել։ Ես երկար ժամանակ գտնվել եմ այնտեղ, որտեղ չպետք է լինեի։ Ես եթե փոխակերպեմ ինքս ինձ վերլուծեմ հիմա, երբեմն հայտնվում էի տանիքին լինելով օրինակ ջրային միջավայրի մարդ կամ հակառակը լինելով ջրահարսը տանիքին։ Օրինակ, Իսկ այնտեղ է որտեղ չպետք է ջրահարսը լեռան վրա կասել։ Մոտավորապես այդպես կամ ջրահարսը կարող էր գնալ սրճարան եւ խմել կապուչինո սրտիկով, օրինակ, կամ խմել եւ չլիներ ջրում, բայց ջրահարսը գնալ։ Կամ հարսը կարող էր գնալ որևէ փաբ ամբողջի հետ միաձուլված նստեր այնտեղ, բայց ինքը այնտեղ չլիներ։ Այս շարքը ջրահարսերի կամ այդ էմոցիոնալ մարդկանց շարքերը այն մասին էին, որ երբեմն մենք այնտեղ ենք, որտեղ չպետք է լինենք եւ այն մարդկանց հետ ենք, ում հետ չպետք է լինենք։ Այսինքն իմ զգացողությունը գրեթե ճիշտ էր կամ այնքան էլ սխալ չէր, որոշակի, որ այդ ջրահարսը հոգեվիճակներն են եղել։ Արդյոք կարող եմ նայել նկարել։ Դուս։ Ես հատուկ ինձ երբեք չեմ նկարում, իսկապես, թեև շատ են ասում, որ ինձ նման են կերպարները, իմ էմոցիաներն են, իմ տարբեր ճշմարտություններն են, բայց միշտ չէ որ ես եմ։ Բայց ինքնանկար ունես այնտեղ։ Անշուշտ ունեմ եւ ինքնանկարներս։ Այսպես փորձենք այս մի ռեպորտաժը ավարտել, ինչպես կոբիստական շրջանից եկանք, հասանք ջրահարս Մարիամ Մովդոսյանին, ես ուզում եմ Չէ։ Շատ նման ես։ Վստահ էր պոետի զգացողությանը եւ հայացքին։
Գուցե վիշապ մեկ Վիշապ վիշի համար ջրահարս։ լինի, սա վիշապ ջրահարս, չէ, ինձ համար ջրահարս ես մնում։ Այո, ես ուղղակի մեր հեռուստադիտողներին, մեր հետևորդներին հիշեցնեմ, որ այս սրահում մենք այս ռեպորտաժը ավարտում ենք, բայց ուշադիր եղեք, անցնելու ենք հաջորդ սրահ, այնտեղ պակաս հետաքրքիր չի լինելու մեր զրույցը, դա արդեն առանցին կլինի կտոր ռեպորտաժ, դեռ էլի խոսենք, շատ հետաքրքիր բաներ կա դեռ Մարիամի արվեստանոցից, կենտրոնից մշակութային պատմելու, ներկայացնելու, նորից հիշեցնեմ, որ այս պահին մենք գտնվում ենք գեղանկարիչ Մարիամ Մողդոսյանի արվեստանոցում, հենց այն սրահում, որտեղ Մարիամը ամեն օր ստեղծագործում է եւ այդ հրաշալի կտավներն է մեզ մատուցում։